Առհասարակ կյանքը տենց է, մարդը պետքա սնվի։ Առհասարակ ոչ մի վատ բան չեմ տեսնում Սիբեխով աղցան ուտելու մեջ, ձեզ էլ եմ խորհուրդ տալի, առողջ սնունդա, շատ բջջանյութեր է պարունակում, իր մեջ առողջարար է 3 Սիբեխով աղցան, բայց հասկանում եք այդ մարդը, ով որ այդ մեղադրանքը հնչեցնում է, ինքը ինչով էր զբաղվում։ Այդ մարդը հանրայնացնում էր այն, որ ինքը գնացել է Տանզանիա, միլիոններ է ծախսել, խեղճ ու անպաշտպան վայրի բնության մեջ առյուծ է սպանել, նստել էր այդ սատկած առյուծի վրա ու ինքը այդ նկարներն էր հանրայնացնում։ Այդ է տարբերությունը։ Քանի որ պարոն Ալեքսանյանը չի կարող Քոչարյանին որևէ կերպ վերագրել ինձ։ Պարոն Ալեքսանյան, հարցը հետևյալն է։ Հայաստանի վարչապետը, երբ որ այդ բուսատեսակներով ճաշերն ու աղցանները ուտում են, բոլորն էլ ուտում են, կարծում եմ չկա մարդ, որ այս սեզոնին օրինակ Սիբեխ չուտի։ Կա, ես ճանաչում եմ, բայց իրանց էլ եմ խորհուրդ եմ տալիս ուտել։ Հիմա դա հանրայնացնելու նպատակը ո՞րն է, ինչ եք ուզում դրանով ասել մարդկանց։ Ուղղակի ես այդտեղ ինչ-որ խնդիր չեմ տեսնում դա հանրայնացնելու մեջ, հասկանում եք, ես չեմ հասկանում դուք ինչու եք դրա մեջ խնդիր տեսնում։ Որտե վարչապետից այլ ակնկալիքներ ունի հայ հանրությունը։ Շատ լավ, Ժողովուրդ ջան, հայ հանրությունը ինչ ակնկալիք որ ունի վարչապետից, նա այդ ակնկալիքները ձևակերպում է գնալով քվեարկության ու այդ քվեարկությունը ամրապնդելով։ Հայաստանի Հանրապետության վարչապետը կենթանի մարդ է, ով ժողովրդի հետ ուղիղ եւ անմիջական կապի մեջ է։ Ուղիղ եւ անմիջական կապի մեջ կարելի է մի օր, չգիտեմ, սպորտով զբաղվել, օրինակ հեծանվա սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպի հանրայնացման տեսանկյունից, կարելի է խոսել ուտելիքի մասին։